պաշտպանի արդեն այդ զբաղեցրած տեղերից։ Վերջում ինքը մի շատ գեղեցիկ նախադասություն ասելու է, ժողովուրդ ջան, ես խենթություն եի անում, դուք չէիք հասկանում։ Էլի ամեն ինչ բարթելու է ժողովրդի վրա։ Ամեն ինչ։ Հերթական անգամ հիշեցրել է, չէ՞, որ հավաքվեք, բողոքեք։ Իսկ դուք որևէ կապ տեսնում եք այն փաստին, որ հավաքը տեղի ունեցավ հենց այնտեղ, որտեղ Բագրատ Սրբազանը իր գույների մեջ էլ մի քիչ ինչ-որ նմանություններ էի տեսնում, փորձում էին ինչ-որ բաներ անել։ Խելացի մարդը ինքնուրույն է ստեղծում, ոչ թե եղածից վերցնում է, որ փոխի։ Եթե իմաստուն թող գտնվեն, իրենց քայլերը վերանայեն, ամոթ է էլի մեր ազգին էս վիճակում լինել, ամոթ է մեր ազգին, որ այսպիսի ղեկավարություններ կան, ամոթ է մեր ազգին, որ այս օրում մենք անտարբերության մեջ, որ չգիտեմ, չեմ ուզում շատ բան խոսում։ Ինչպես եք տեսնում։ Հեշտ ու հանգիստ։ Ես իմ տարբերակը համենայն դեպս ասեմ։ Իր եւ իր թիմի հեռացում Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Որևէ մեկը իրենցից իշխանության չպիտի գա։ Թող գնան յուղերից ընտրեն մի հալալ կաթնակեր մի տղայի, թող բերեն, ասեն այս մարդը թող լինի երկրի ղեկավար։ Ես դա եմ տեսնում, երկրի փրկությունը, իրենք չպիտի գան նորից իշխանության։ Դա ես տեսել եմ, դա ես տեսնում եմ։ Բարեշնորհ Սարգսակապ անդրադառնալով դատական գործընթացներին, թերևս բոլոր 18-ն էլ մեղադրվում են նույն հանցանքը կատարելու համար, բայց կալանավորված են 2 հոգի, պարոն Չախալյանն ու Բագրատ Սրբազանը, ինչու հենց ամենամեղավորն է նրանք կամ վտանգ են ներկայացնում, ինչու նրանց նկատմամբ խափանման միջոցը չի փոխվում ըստ ձեզ։ Դժվարանամ պատասխանել այդ հարցին, համենայն դեպս Բագրատ Սրբազանն էլ դատական նիստերի ընթացքում ասաց, որ ամեն ինչ շատ պարզ է, մեկը ինձ բաց չեք թողելու, բոլորին բաց թողեք, ավելի արագացնենք պրոցեսը։ Հիմա իրավիճակը գալիս է դրան, որ Բագրատ Սրբազանը հիմա էլի քրեակատարողական հիմնարկի կալանքի տակ է, պարոն Չախալյանն էլ չգիտեմ ինչի այդ մարդուն ընդհանրապես բերել են այստեղ, ինչի համար է այդ մարդը այստեղ տանջվում, չեմ կարող ասել։ Դուք ինչ հանգամանքներում, ինչ կոնտեքստում եք օրինակ ասել, որ պետք է գնդակահարել Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին, մյուսներին, ինչպես է եղել այդ խոսակցությունը, որ օրինակ եթե հայտարարում է մոնտաժված է, ինչպես է եղել այդ զրույցը։ Շատ բարի, մի քիչ երկար պատմություն է այդ զրույցի, իրանք եթե այդքան համարձակություն են ունեցել նախաքննության ընթացքում այն պահին, երբ մեզ արդեն կալանքի տարան ու իրենք սկսեցին հրապարակել, իսկ մեր պաշտպաններին ասելին ոչ մի բան չհրապարակեք, չխոսեք, իրենք խախտեցին այդ ամեն ինչը, մինչև նախաքննությունը ավարտվի, նոր արդեն թույլ տրվեց, որ մեր պաշտպանները արդեն ներկայացնեն։ Նախ այդ քայլը իրենք սխալ արեցին, երկրորդ, այն ինչ որ տեղի ունեցել այդ խոսակցության ընթացքում, դա եղել է մի քանի ամիսների խոսակցություն, մարդկանց մեջ խոսակցություն, որը ես ընդամենը, եթե իրենք այդքան ուշադիր են լսել, թող ամբողջական ձայնագրությունը դնեն ու լսեն, որ խոսակցությունը սկսում է ոչ թե այդտեղ, որ իրենք ասում են ինչ-որ այդ ապարատի մեջ եղել ձայնագրող սարքը, այլ խոսակցությունը սկսել է տուն մտնելուց առաջ, հենց դռան մոտ։ Թող այդտեղի հենց ձայնագրությունն էլ ասեն, թե ինչ էր խոսվում իրականում, թե ինչ էր խոսվում, որ ժողովրդի մեջ այսպիսի բան է գնում, բայց ճիշտ է արդյոք թե չէ։ Ու այդ խոսակցությունը, որ տևում է մի կես ժամ, հետո նորից շարունակվում է, հետո ուրիշ թեմանից է խոսվում ու նորից արդեն խոսակցականով դառնում է, այն որ ասում էի սենց։ Բայց դա չի եղել, որ ես անկեղծ ասեմ։ Փառք Աստծո, երբեք ոչ մի բանից չեմ փախել։ 3 պատերազմի էլ ներկա եմ եղել, 2-ին մասնակցել եմ, 1-ին ներկա եմ եղել։ Եթե ես մի բան ասում եմ, ես դա անում եմ։ Ես իմ խոսքի տերն եմ։ Ես չեմ պատրաստվել ինչ-որ մեկին գնդակահարելու, որովհետև իրենք ասել եմ ու ելի կասեմ, իրենք պիտի պատասխան տան։ Ոնց են սենց դատում մարդկանց, արդարություն են իրենք ուզում ցույց տալ, իրենք պիտի արդարադատության առջև կանգնեն, ազգի դատաստանի առջև կանգնեն, մինչև մահվան վերջին շունչի իրենք պիտի պատասխան տան իրենց արածների համար։ Թե չէ մահը շատ հեշտ բան է, հա։ Մեկին որ սպանես, ինքը վերացավ, արդեն հա վերջ։ Ինքը հեշտ ու հանգիստ պրծավ, չէ։ Դա շատ հեշտ կլինի իրենց համար, որովհետև իրենց արածների պատճառով մենք ունենք զոհեր,
մատղաշ տղաներ, որ իրենք ընտանիքներ պիտի կազմեին, երջանկություն պիտի լիներ, սերունդ պիտի լիներ, ազնիվ ընտիր սերունդները գնում են, հիմա նայում ես շուրջդ ինչ է կատարվում, ովքեր են մնացել, մի խայտարակ վիճակ է դառնում։